Վերադարձանք։ Այո, իսկապես մեծ աշխուժություն եւ հաճելի աշխուժություն է տիրում մեր տաղավարում, մթերքները արդեն իսկ դրված են սեղանին եւ մեր հյուրը սպասում է, որպեսզի նա ներկայացնի, թե ինչ բաղադրատոմս է այսօր մեզ ներկայացնելու։ Եվ մեր հյուրը ներկայացնի, մենք էլ մեր հերթին ներկայացնենք, որ մեր հյուրն է Մարիաննա Վարդանյանն է եւ իհարկե առանց մսի միջազգային օրը ելով պետք է լիներ մեր տաղավարում։ Բարի լույս Մարիաննա։ Բարի լույս, շատ ուրախ եմ ձեզ հետ արթնանալ այսօր, ճիշտ է շատ վաղ եմ արթնանում, բայց շատ հաճելի է այս միջավայրում գտնվել այսօր ձեզ հետ։ Ինչ ես պատրաստելու այսօր։ Ես այսօր որոշել եմ պատրաստել իմ նախաճաշերի տարբերակներից մեկը, շատ հեշտ, որովհետև առավոտյան մարդիկ երկար բարակ չեն ցանկանում մտածել ինչ պատրաստեն, ուզում են համ հեշտ լինի, համ համեղ, եւ արագ, եւ օգտակար։ Շատ ճիշտ ներկայացրեցիք։ Փորձենք համատեղել այդ ամեն ինչը մեկ բաժակի մեջ, երկու բաժակի մեջ։ Երկու բաժակի։ Այո, համ ինձ համար, համ քեզ։ Կհասնի եւ քեզ եւ ինձ։ Այսինքն այդ դեպքում 4 բաժակի մեջ, որովհետեւ պատրաստելու ենք ուրեմն չիայով փուդինգ, մեկ բաժակ եւ բանանով սուրճ, երկրորդ բաժակ։ Բանանով սուրճ։ Այո։ Մարիաննա, կաթ եւ այլ մթերքներ, որոնք որ պահքի շրջանում թույլատրել չեն, չկան, չէ՞ քո ցանկում։ Կան բուսական այլընտրանքները կենթանականներին։ Լավ է, շատ հետաքրքիր դու եկավ բանան եւ սուրճը։ Սուրճ համադրությունը։ Եվ հետաքրքիր է թե ինչ համը այն ունենալու։ Լավ, չխանգարենք Մարիաննային։ Քանի որ բոլորը սուրճով են արթնանում, առավոտյան պարտադիր սուրճ են խմում, ես փորձել եմ այսօր ինչ որ հետաքրքիր տարբերակ ներկայացնել։ Հիմա ասեմ բանանով սուրճի գաղտնիքը։ Անունը ենթադրում է, որ բաղկացած է երկու բաղադրիչից, բանանից եւ սուրճից, բայց բանանը պետք է նախօրոք ամբողջ գիշեր դնել սառցախցիկում, որպեսզի ինքը լավ սառի, եւ այնուհետեւ ձեր նախընտրելի սուրճով պիտի հարենք այս երկուսը եւ ստանանք արդեն գարնանային ամառային տարբերակ սուրճ, այսինքն սառը սուրճ, որը դառնում է սմուդի սուրճ, այսպես ասած։ Հիմա անելու եմ դա, բայց մինչ այդ փորձեմ չիայով փուդինգը բերել ինչ-որ մի վիճակի, որ սկսի չիան աշխատել կաթի մեջ։ Ուրեմն կաթի այլընտրանք ասելով նկատի ունեմ բուսական կաթերը, որոնք չակերտավոր են կաթ անվանվում, դրանք ստացվում են չարազից, սոյայից, կոկոսից, որ այլընտրանքը մարդիկ ուզում են կարող են օգտագործել, ամենահամեղը կարծում եմ նուշը եւ կոկոսն է ինձ համար, դա սուբյեկտիվ կարծիք, եւ նաեւ սոյայի տարբերակը կարող են օգտագործել, դարչին ավելացնել, տարբեր համեր, մի խոսքով շատ հետաքրքիր է, եթե կաթը հանում եք, կաթի այլընտրանքները ել ավելի կարող են հետաքրքրացնել ռացիոնը մարդկանց։ Հիմա ասեմ ինչ ենք անում։ Վերցնում ենք չիայի սերմերը, որոնք վստահ եմ արդեն մեծամասնությունը գիտի ինչ է, դրանք շատ օգտակար են, հարուստ են մանրաթելերով եւ նաեւ քաշի կառավարմանն են օգնում, քանի որ հեսա ես որ կաթի մեջ ավելացնեմ, իրենք ուռում են, այսինքն հատիկները դառնում են ավելի մեծ եւ հենց դա էլ օգնում է, որ քաղցի զգացում չունենան մարդիկ, երկար ժամանակ պահում է մարդկանց։ Հիմա տեսեք, շատերը հետաքրքրվում են չիայի եւ կաթի հարաբերակցությունը ինչքան պիտի լինի փուդինգի տարբերակում, դա ըստ նախընտրության է, դասական տարբերակով 1/4 չափով լցնում ենք չիայի սերմեր, մոտ 15-ից 30 գրամը բավական է եւ վրան ավելացնում ենք բուսական կաթ։ Եթե պահքի շրջանից դուրս են մարդիկ գալիս եւ իրենք սովորական կաթ են օգտագործում, կարող են արդեն իրենց սովորական կաթը ավելացնել, այսինքն պարտադիր չի բուսական լինի, իմ դեպքում ես միշտ օգտագործում եմ բուսական կաթեր։ Պարզապես չիայի վրա ավելացնում ենք կաթը, այսպես, եւ թողնում ենք մոտավորապես 3-ից 4 ժամվա մեջ չիան արդեն աշխատում է կաթի մեջ, բացվում է եւ դառնում է միջին խտության, քանի որ ասացի դասական տարբերակով հենց այսպես է։ Եթե մարդիկ սիրում են ավելի այսպես թույլ եւ խմելու տարբերակով կարող են ավելի քիչ լցնել չիան, այդ դեպքում կլինի ավելի ջրիկ եւ ավելի պինդ տարբերակով կարող են ավելացնել մոտ 4 ճաշի գթալ չիա եւ կլինի շատ պինդ, կարող եք հիմա այս կախարդական հանեմին պատրաստածը, որը արդեն չիան աշխատել է։
Այսինքն կախարդական բաներ լինում է, չէ՞, ուղղ եթերում։ Իհարկե լինում է։ Մենք 4 ժամ չունենք, որպեսզի թողնենք չիայի սերմերը։ Որքան ժամանակ ունի իդեպ չիայի սերմերը հասնում այս 4-ից 5 ժամ։ 4-ից 5 ժամ, բայց նայ, քանի որ ես բանանը արդեն դրել էի սառցախցիկում, նախորդ չէ, ամենահեշտ տարբերակը այսպես է։ Նախորդ գիշեր մի փոքր, շատ քիչ, 10 րոպե տանջվում եք եւ առավոտյան ընդհանրապես չեք տանջվում, այդպես է դուրս գալիս, քանի որ առավոտյան հարցը կարող եմ տալ, եթե մենք թողնում ենք ոչ թե 4-ից 5 ժամ, այլ 8-ից 9 ժամ, ինչ որ տարբերություն լինում է այդ ժամանակում։ Նվազագույնը 4-ից 5 ժամ, իսկ շատ ավելի լավ է, որ ամբողջ գիշեր մնա եւ առավոտյան ուղակի սառնարանից հանենք, ավելացնենք թարմ հատապտուղ կամ ինչ որ սիրում ենք եւ վայելենք։ Ես նաեւ ավելացրել եմ ագավայի օշարակ։ Իսկ պետք է սառնանում պահել, թե տարբերություն չկա։ Սառնանում պահել։ Որպեսզի չփչանա, այո։ Հիմա տեսեք, սա ես ստացել եմ միջին խտության չիայի փուդինգ, այսպես կարող ենք նայել ինքը ինչ խտության է եւ ինչ ձևի տեքստուրա ունի, ահա այսպեսի։ Ես շատ եմ սիրում չիայի այս տարբերակը, նաև ուտելիս է շատ հաճելի։ Նաև ավելացրել եմ մի փոքր ագավայի օշարակ։ Սա շաքարի փոխարինիչների շարքին է դասվում։ Ագավան բույս է, որը հենց իրենով բնական տարբերակով օշարակ են ստանում դրանից։ Նաև լիքը տարբերակներ կան։ Ես առհասարակ վեգան եմ, բայց մեղր օգտագործում եմ։ Նույնիսկ մարդիկ, ովքեր սիրում են մեղր, կարող են մեղր նույնպես օգտագործել։ Այսպես, ինձ մնում է միայն ավելացնել հատապտուղները փուդինգի վրա, այստեղ հապալաս ունենք, բայց սառեցրած տարբերակով, կարող են մարդիկ ավելացնել թարմ տարբերակը եւ ունենք ելակ, որով համ ձևավորում ենք, ստանում ենք էսթետիկ տեսք եւ համ էլ շատ գեղեցիկ եւ լավ համ։ Ես վաղվա առավոտյան նախաճաշի բաղադրատոմսը արդեն ունեմ, կարծում եմ դու էլ։ Ես էլ ունեմ։ Բայց արի նկարենք իրար ուղարկենք, տեսնենք թե ումն է ավելի գեղեցիկ ստացել, որովհետև համը չենք կարող։ Եւ մենք ուղարկենք եւ քեզ կնշենք։ Մի խոսքով իմացաք վաղը առավոտյան ինչ եք տեսնելու մեր սոցիալական Ես խոստանում եմ Մարիաննա, դու վաղը կտեսնես իմ փուդինգը չիայի սերմերով։ Եվ չեմ էլ կասկածում, որտեվ մարդ չկա ու մոտ վատ կստացվի, ես այդպիսի բաղադրատոմս եմ ներկայացրել, որ բոլորը կարող են պատրաստել։ Հեշտ եւ արագ։ Ես շտապելու եմ միայն նկարանից հետո գնամ խանութ, գնեմ կոկոսի կաթ եւ չիա, որովհետեւ չունեմ։ Ուզեի ասել կարող եմ օգնել քեզ, բայց կներես։ Չէ, կարիք չկա գիշեր։ Եթե ցանակ կարող եք ուղակի հյուրընկալվել ինձ։ Ես ամեն ինչ ունեմ տանը։ Սիրով կհյուրասիրեմ։ Գիտենք նախաճաշը ում տանն ենք անելու արդեն իսկ։ Պատրաստի, բայց սիրում եմ պատրաստի բաներ։ Մարիաննա, մինչ դու կտրատում եւ զարդարում ես պուդինգը, նաեւ կարող ես զուգահեռ պատմել, թե այդ բանանով, սուրճով տարբերակը ինքդ ես մտածել հորինել, թե ինչ որ տեղից ես ձեռք բերել այդ բաղադրատոմսը։ Տեսեք, ես սառեցրած բանանով պատրաստում էի պաղպաղակներ, որովհետեւ բանանի այդ հետաքրքիր կոնսիստենցիան, որ ստացվում է, դա նրա շնորհիվ է, որ այն սառչում է, այսինքն սառցախցիկում է սառում, սառնանում այդ էֆեկտը չի լինի։ Եվ քանի որ հասկացա, որ պաղպաղակային հենց վիճակը կարող եմ ստանալ սառեցրած բանանից, ինչու՞ չէ սուրճի համը շատ սազում է բանանի հետ, այնպես որ այս համադրությունը մտքիս եկավ այդպես Եվ որոշեցի Մարիաննան էլ է ուղղակի բացում, երբեք չէի մտածի, որ սուրճը շատ այսպես կսազի օրինակ բանանի։ Բայց հիմա որ մտածում ես, զգում ես, չէ՞, որ համերը մոտ են։ Հիմա մտածում եմ, այո, բայց ինքնուրույն ես դրան հաստատ չէի կարողանա գալ, բայց ապրես Մարիաննա, հետաքրքիր բաղադրատոմսեր ես ներկայացնում եւ եթե բանանը սառած չլինի, կլինի ավելի ջրիկ եւ թույլ, այսպես թույլ տարբերակով եւ բանանի համը կարծում կգերակշռի, բայց այս դեպքում ստանալու ենք պաղպաղակով սուրճի էֆեկտ, այսպես ասած։ Բայց վատ է սովորեցնում մեզ, որովհետեւ մենք հետո սրճարանում սուրճ պատվիրելուց հարցնենք, իսկ գնեք բանանով սուրճ ունեք։ Իսկ կարող եք սառույցի փոխարեն սառեցված բանան ավելացնել մեջը, ոնց դուք չունեք ձեր սառցախցիկում սառեցված բանան։ Ահա։ Մարիաննա, ես որոշեցի տեղափոխվել քեզ մոտ այդ հատված եւ Լուսինեն քանի որ ես ուզում եմ փորձել տեսես այդ համեղությունները, բայց ոչինչ։ Ես որոշեցի քեզնից առաջ ընկնել, որպեսզի ես եւս համ տեսեմ։ Ես կարող եմ օգնել քեզ կտրատել եւ զարդարել պուդինգները։ Ահա, քանի որ ես արդեն կտրատեցի, կարող ենք
քեզ վստահել բանանի գործը։ Բանանի գործը ինձ է վստահում, շատ պատասխանատու է։ Պարզապես տեղափոխում ենք բանանը բլենդերի մեջ։ Պարզապես հեշտ ես ասում, բայց արդյոք այն պարզապես կտեղափոխվի։ Անկեղծ ասած, ես միշտ եմ աշխատում ձեռնոցով, բայց քանի որ հենց սկզբից շեղվեցինք թեմայից, ես մոռացա։ Շատ լավ միտք ես ասում։ Սպասի, ես քեզ օգնեմ, հենց ձեռնոցը այստեղ է պետք է կա։ Քանի որ դարձել է մի կտոր այս ամենը։ Պետք է ձեռքով տեղափոխել։ Ոչինչ, այսպես ձեռքով կտեղափոխենք։ Ահա, սուրճը պարզապես ավելացրու վրան։ Մարիաննա, Մեկ բանան, մեկ բաժակ սուրճ։ Լուսինը կարող է դու էլ գաս մեզ օգնել։ Օգնության կարիք ունեք։ Ես կանեմ, եթե դեմ չես։ Նայր։ Ահա, ստացվեց։ Չթափեցի։ Ստացվեց։ Հիմա սա ոնց է։ Միշտ ամեն ինչում։ Շնորհակալ եմ, բայց ոչ խոհանոցում ինչպես արդեն Ինձ հասկացա։ թվում է արդեն այո, որտեվ ես տեսնում եմ, որ դու արդեն Կարևորը հարցի պատասխանն է, հասկանում ես, չհամաչել այն ամենից, ինչը չգիտես եւ հարցնել, իմանալու համար, հաջորդիվ ես արդեն կիմանամ։ Ահա, փակվել է, չէ՞, հիմա շրջանքի տամփին չէ։ Ահա։ Կաշկանդված ես պահում քեզ։ Բնավ։ Իսկ հետո ոնց է սա կանգնում։ Ոնց է հաջորդում։ Շատ լավ ես պատրաստում, Անի։ Տես, ինչքան լավ է քոմոդ ստացվել։ Ես նույնիսկ չկարողացա հարիչը անջատել։ Սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն Մարիաննա, ես գնացի ետ։ Քեզ շնորհակալություն Անի ջան։ Ամենածանր գործը իրականում քեզ էր վստահված, բայց դու պատվով հաղթահարեցիր։ Ես ունեմ նաև այսինքն բլենդերի գլխիկ, որով ավելի կոկիկ կարող ենք տեղափոխել ամանի մեջ։ Բոլոր հնարքները Մարիաննան տիրապետում է բոլոր հնարքներին։ Իսկ դու ասում ես, որ չես կարողանում այդպես մտածել բաղադրիչները, հասկանում ես, հիմնական ավելի գեղեցիկ բաժակների մեջ լցնենք զանգվածը։ Հասկանում եմ։ Ես կարծում դուք այդքան շատ քաղցրակեր չեք, եթե ավելի քաղցր ցանկանաք, կարող ենք օշարակ ավելացնել սուրճի մեջ։ Բայց բանանը քանի որ հասած է, հիմա տեսեք, եթե բանանը այնքան էլ հասած չի, օշարակը կարծում եմ պարտադիր է, որ շատ ավելի համեղ ստացվի, բայց ես հասած բանաններ եմ սառեցրել։ Այնպես որ Քաղցրությունը ճիշտ տեղում է։ քանի որ սառած է, այս փոքրիկ անցքով ինքը չի գա իրականում, բայց կարող ենք, եթե մենակ ինչ-որ մեկի համար ենք սարքում, այստեղից շատ հաճելի կարելի է ըմպել այս սմութին։ Նաև մարզասրահից առաջ կարելի է օգտագործել, որովհետև դե բանան օգտագործում են, չէ, մկանները ավելի լավ աշխատացնելու համար մարզասրահում։ Այս բաղադրատոմսը շատ դուր եկավ Մարիաննան։ Այնպես հաճելի է բուրում սուրճի եւ բանանի հոտը, անգամ շատ են իրար սազում։ Տեսեք ինչքան հաճելի զանգված ստացվեց։ Դու լցնում ես, ես արդեն իսկ պատկերացնում եմ համը ըմպելիս։ Ահա, այս ըմպելիքը պատրաստ է արդեն, հիմա անցնենք չիայի զարդարելուն։ Բան չմնաց։ Արագ, հեշտ եւ ուտելու բաղադրատոմս առաջարկեց եւ խմելու։ Այսինքն պետք է այսօրվա համար ավելացնել նաև բանան սառցրանում, որպեսզի առավոտյան հարել։ Կարծում եմ կարելի է միշտ 2-3 հատ ունենալ սառցախցիկում։ Այսպես։ Իսկ ինչ ես ավելացնում, դա հապալասն է։ Սա հապալաս է, պարզապես սառած տարբերակն է, այդ պատճառով այսպես մանր եւ մի քիչ այսինքն սա մանր հապալաս է ինքը իրենով։ Յուրաքանչյուր բան կարող են ավելացնել սեզոնային մրգեր, ամռանը ծիրան, գիլաս, ինչ մարդիկ սիրում են կարող են ավելացնել։ Այսպես։ Եվ մյուսը։ Գեղեցիկ, համեղ, օգտակար։ Գեղեցիկ, համեղ, օգտակար, ինչ կարելի է ավելացնել։ Ինձ թվում է ոչինչ պետք չէ ավելացնել, այսքանը հերիք էր եւ բավական։ Եվ մի բան էլ ավել։ Մարիաննա, իսկ սովորաբար առավոտյան նախաճաշը պատրաստելու համար նախապես նախորդ օրը դու պատրաստում ես բաղադրիչները, որպեսզի հեշտ լինի։ Հաշվի առնելով, որ տան անդամները շատ են, նաև պետք է հասցնել։ Անկեղծ ասած, միայն սա է, որ պիտի նախորդ պատրաստվել։ Եվ մեկ էլ վարսակը, եթե ուզում ենք էլի առավոտյան
կաթի մեջ ավելի փափկած տարբերակով վայելել եւ վարսակն է այդպեսին։ Բայց օրինակ գրանոլաներ եմ օգտագործում, որը հենց պետք է խրթխրթան լինի առավոտյան։ Մրգերը անպայման առավոտյան են կտրում, ոչ մի միրգ պետք չի նախօրոք կտրատել, քանի որ բոլորս գիտենք, որ օքսիդանում է եւ օգտակար հատկությունները կորցնում է, այնպես որ մրգերը թարմ լվանում կտրում ենք առավոտյան։ Նաեւ եթե դպրոցի օր չի լինում, երեխաների համար պատրաստում եմ փենքեյքեր, վաֆլիներ եւ այդպիսի հետաքրքիր բաներ, էլի թարմ մրգերով, օշարակով։ Մի խոսքով տարբեր։ Ուղղակի ինձ մոտ նախաճաշը ասոցացվում է քաղցր նախաճաշի հետ։ Երբեք չեմ ասի, բայց վերջին տարիներին այսպես ուրիշ ձև նախաճաշ չեմ պատկերացնում, ճաշին եմ փորձում արդեն մնացած իմ ուտեստները։ Եվ շատ-շատերը կան, որ իսկապես նախաճաշին հենց այդպես են պատկերացնում, որ քաղցր տարբերակն է լինելու։ Ինձ համար դա է։ Մարիաննա, ես կարծում եմ, որ մենք դեռ կհանդիպենք մեր խոհանոցի շրջանակներում։ Ես հուսամ, որ մենք դարձյալ կհանդիպենք։ Սիրով։ Ես ուզում եմ ուղղակի փորձեք եւ արձագանք թողնեք։ Անպայման փորձելու ենք, դա չի քննարկվում, բայց հիմա արդեն իսկ ժամանակն է շնորհակալություն եւս մեկ անգամ քեզ հայտնելու եւ մենք շարունակում ենք եթերը, այս պահին դիտենք նոր եթերաշրջանում սպասվող հաղորդումներից մեկի անոնսը ու վերադառնանք։